Լավ, եկեք լինենք անկեղծ։ Մաֆիան դա այն խաղն է, որտեղ կամ կարող ես շուտ ընկեր գտնել, կամ կարող ես շատ արագ բացահայտել ով է ստում։ Ես Մարիամն եմ եւ այսօր ձեզ տանելու եմ մի տեղ, որտեղ բոլորը ժպտում են, բայց ոչ բոլորն են անկեղծ։ Մենք այսօր տակտիկալ բունկեր ենք եկել եւ խաղալու ենք մաֆիա խաղը։ Գնանք տեսնենք, մեր մասնակիցները մեզ են սպասում։ Բոլորին ողջույն իմ սիրելի ընկերներ, ողջույն հարգելի գոլեգաներ, շատ ուրախ եմ, որ այսքան ժամանակվա շփումներից հետո մենք արդեն անցնում ենք խաղերին, փորձնական խաղերին մինչև մեր նոր եթերաշրջանը, արդեն թե ես, թե դուք բավականին պատրաստ եք, այսօր խաղալի ենք, հիշում եք չէ՞ ամեն ինչ։ Դե եթե հիշում եք, դե եթե տրամադրությունը դեռևս բարձր է, եթե բոլորս պատրաստ ենք սխրագործությունների, բոլորս ինչի սխրագործությունների, մանավանդ որ տեսեք մենք որտեղ ենք գտնվում, էլի, տեսեք ինչ միջավայրում ենք գտնվում, դե սխրագործություն անելու տեղ է, էլի մի խոսքով։ Դե եթե պատրաստ ենք, եթե ամեն ինչ հիշում ենք, եթե ցանկությունը կա, տրամադրությունը բարձր է, ուրեմն գիշեր։ Այո, մեր նախագծի հաղորդավարն է ձեր կողմից շատ սիրված պարոն Արտյոմ Մարկոսյանը, ողջույն, պարոն Մարկոսյան։ Ողջույն։ Դուք բազմաթիվ հաղորդաշարերի, նախագծերի հաղորդավար եք, բայց մեր հեռուստադիտողի համար նորույթ է ձեզ տեսնել այս նախագծում, մաֆիայում։ Այո։ Խնդրում եմ կիսվեք ձեր ակնկալիքներով, ինչ տպավորություններ ունեք, ինչ ադրենալինի, էմոցիայի ետևից եք դուք եկել։ Նա շատ ուրախ եմ, ինձ համար էլ ես բազմիցս ասել եմ, որ միշտ նորությունների սիրահար եմ, 20 տարի եւ ավել հեռուստատեսության մեջ եմ բազմաբնույթ նախագծեր, հաղորդումներ հեղինակել եմ, վարել եմ, համահեղինակ եմ եղել, բայց նմանատիպ առաջարկ դեռևս չի ունեցել մաֆիա խաղի, ասեմ որ ինքս ոգևորված եմ, ինձ համար շատ հաճելի է, որովհետեւ նախ մասնակիցները շատ հետաքրքիր մարդիկ են լինելու, կազմակերպչական այդ թոհուբոհը, երուզերը, մի խոսքով ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ իմ սրտով է, դες էլ ասեմ սիրելի բարեկամներ, որ լավ է լինելու, դեռևս նոր ենք սկսում այդ ամենը, բայց արդեն դες մի խոսք կա, չէ, որ դու արդեն հոտն առնում ես, դու արդեն շոշափում ես, դու արդեն զգում ես, թե ինչ լավ է լինելու։ Չնայած այնտեղ ես այդքան ժպիտով այսինչ չեմ լինում, այնտեղ մի քիչ մի խոսքով չեմ ուզում հիմա բոլոր գաղտնիքները բացեմ, բայց Այո, մեր նախագծում իր ուրույն համն ու հոտն է տալիս պարոն Մարկոսյանը։ Շատ շնորհակալ ենք ձեր ձեռագրի համար եւ ձեզ գեղեցիկ հաղորդաշար եմ ցանկանում։ Շատ շնորհակալ եմ, այդպես էլ կլինի, որովհետեւ հենց առաջին հարցազրույցներից մեկը վերցնում է այ գեղեցիկ մի անձնավորություն դրա համար հաղորդաշարն էլ շատ գեղեցիկ է լինելու։ Շատ սիրելի գեղեցիկ հեռուստադիտողներ։ Սպասեք։ Դե ինչ սկսում ենք առաջին օրվա քննարկումները եւ սկսում ենք համար 1-ից։ Համար 1 խնդրեմ 1 րոպե։ Շատ ուրախ եմ, որ այսօր մենք այս նման մթնոլորտում ենք խաղալու։ Ներկայացնեմ մեր մասնակիցներից գեղեցկուհի, դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արվեստը, դերասանական արվեստը եւ մաֆիան շատ համահունչ են։ Ձեզ որ քամիները բերեցին մեր մաֆիայի նախագիծ։ Ստացա առաջարկ Չերի մաֆակումբի հիմնադիր Արտյոմից
Ես բավականին վաղ ժամանակներից եմ խաղում մաֆիա, դեռ ուսանողական տարիներից, ու ինձ այդ խաղը շատ միշտ գերել է, միշտ հետաքրքրել է, որովհետև ես ստանում եմ այն էմոցիաները, որը չեմ ստանում բեմում։ Դուք կարողանում եք շուտ բռնել սուտա, ես ինչպես հասկացա։ Ինչ ոչ միայն բեմում եք դուք ղեկավարում, նաև մաֆիայում եք դուք ղեկավարում։ Չեմ կարող ասել, որ միշտ է դա ստացվում, բայց փորձում եմ հմտանալ, որովհետև մաֆիան ունի իր կանոնները, որը յուրաքանչյուր մարդ կարող է ուղղակի շատ հմուտ խաղացող դառնա ու ամեն անգամ նոր ընկերների, նոր թիմակիցների հետ ենք խաղում ու ամեն անգամ բացահայտում ենք նոր մարդկանց, նոր հոգեբանություն, նոր ստրատեգիա, դրանով ինձ դա հետաքրքիր է, որտեղ երբեք ոչ մի խաղը չի կրկնվում։ Քարերից ես բոլոր քարերը սիրում եմ, ինձ շատ հմուտ խաղացող ասել է, եթե սև քարը սիրես, որ սև քարից շատերն են վախենում, բայց ես սիրում եմ, ոնց սևը, տենց կարմիրով ավելի հեշտ ու կոմֆորտ ես խաղում, որովհետև դու չես խաբում, դու փորձում ես համոզես, որ դու ուղղակի կարմիր ես, իսկ սևը թույլ է տալիս մարդու այդ ներքին աշխարհը սենց բացում ես, փորձում ես բոլորին ինչի՞ չէ ստել, համոզել, քո թիմ տանել, դժվար է սևով հաղթանակ։ Դուք կարողանում եք համոզել։ Իհարկե, ոնց որ յուրաքանչյուր կին փորձում եմ այդ իմ կանացի ներքին հմտությունները օգտագործեմ։ Շատ շնորհակալ եմ սպառիչ պատասխանների համար, ձեզ գեղեցիկ խաղ եմ ցանկանում։ Շնորհակալ եմ։ Մեկի երկուսի հետ մնացած մասնակիցներին կլսեմ, հետո Այսօր մեզ հետ է նաև մեր սիրելի գործարարներից Դիանան, ողջույն Դիանա։ ողջույն։ Ես տեղյակ եմ, որ դուք մասնագիտությամբ հաշվապահ եք։ Ինձ հետաքրքրում է, ինչպես եք կարողանում ձեր հմտությունները կիրառել այս խաղում։ Սիրում եք դուք մաֆիա խաղը։ Ճիշտն ասած իմ համար սենց յուրահատուկ փորձ էր դա, նախկինում երբևիցե չեմ խաղացել, սա սենց առաջին вообще թեպս խաղերից ես շատ հեռու եմ եղել, թե մասնագիտությունից ելնելով, թե ինչից, բայց ես ասեմ, ես բավականին մեծ հաճույք ստացա, ես իմ համար լրիվ նոր աշխարհ հայտնաբերեցի, լրիվ նոր ծանոթություններից արդեն էլ չեմ խոսում, որ շատ լավ մարդկանց ճանաչեց ես պրակտիկ շրջանակներում, որ հույսով եմ մենք շատ երկարատև կմնանք ընկերական հարաբերությունների մեջ։ Իմ համար ահավոր հեշտ էր խաղալ կարմիր, շատ, որտեղ ես այդ ժամանակ ուշադիր սաղին լսում էի, իսկ սև խաղալու դեպքում ավելի լարված եմ խաղում, որովհետև ոնց լարվում եմ նրանից, որ պետք է այդ բան ոչ թե զգամ, փորձեմ հասկանամ, այլ պետք է հակառակը պատկերացնեմ ինչ կարամ ասեմ, որ կարմիրների դեմը կասկած չառաջացնեմ, էլի։ Լարվել ընդհանրապես պետք չի, ձեզ գեղեցիկ խաղ եմ ցանկանում։ Ես վստահ եմ, որ դուք ինչպես միշտ ձեր հաշվարկներում կլինեք ճիշտ եւ անգամ սև լինելու դեպքում կկարողանաք հաշվարկները օգտագործել եւ հաղթել։ Շատ շնորհակալ եմ։ Չգիտեմ ինչ ասեմ այս կռուգի ժամանակ, բոլորը կխոսեն, կլսեն բոլորի կարծիքները։ Դե էլ ինչ տակտիկալ բունկեր առանց մեր շշմեցնող զենքերի։ Տեսնենք, Ռիփսիմե ջան, էլի ծանր բան եք տեսել։ Դե որտեղ տանից խնդեր ես էլի։ Ասեմ կշռմա 15 կիլո։ 15 տեսա ձեր համար ինչ է Ռիփսիմե ջան։ Բարի, քանի որ ես գիտեմ ձեր հաղթանակների մասին, դուք փայլում եք ձեր սպորտային գծում, ինչ եք կարծում, ինչ կլինի խաղի ընթացքում, կկարողանաք նույն կերպ ձեզ դրսևորել։ Դե քանի որ ես ծանրամարտում ինձ ցույց եմ տվել, չեմպիոն եմ դարձել, նախնական մարզումների ժամանակ ինձ կպահեմ այնպես, որպես չեմպիոն։ Տեսնենք ոնց կլինի։ Կուզենամ, որ չեմպիոն լինեմ նույնիսկ այդ խաղում։ Իսկ դուք սիրում եք ավելի շատ խաղալ որպես սև, թե կարմիր։ Իհարկե կարմիր, որովհետև ես սուտ խոսալ չգիտեմ, համոզել չեմ կարող, նախընտրում եմ կարմիր գույնը։ Շատ անկեղծ մարդ եք, Ռիփսիմե ջան, շնորհակալություն։ Շնորհակալ։ Հաստատ չեմ խաղում համար 2-ի հետ, որովհետև համար 2-ը սկսեց պրովոկացիա անել համար 1-ի հաշվով։ Դե ինչպես նաև ցանկանում եմ ձեզ ծանոթացնել մեր սիրելի գործարարներից պարոն Արմեն Մակարյանի հետ։ Ողջույն։ Ողջույն Մարիամ ջան։ Ո՞նց եք։ Ինչպես եք տրամադրված։ Շատ լավ եմ տրամադրված, մարտական հաղթանակալից տրամադրություն ունեմ։ Պարոն Մակարյանը բիզնեսմեն է, ես ցանկանում եմ հարցնել, դուք ինչպես եք կարողանում ձեր հմտությունները այս խաղում ներդնել, ձեզ օգնում է ձեր հմտությունները բիզնեսյան։
Բիզնեսում լայն կիրառվում է շփումը եւ հաղորդակցումը մարդկանց հետ, որի արդյունքում դու կարողանում ես ներգրավել նոր գործընկերներ, նույնը բնականաբար խաղի մեջ է կիրառվում, որովհետեւ շփման եւ համոզելու ու վերլուծելու հիման վրա է հիմնված խաղը, դու պետք է կարողանաս դրանով հաղթել։ Ձեր նեթվորքինգային եւ համոզելու ունակությունները դուք արդեն օգտագործել եք, մեր պրոդյուսերի հետ խոսացել եք, որ դուք գնաք Եգիպտոս, ինձ խնդրում եմ ճիշտ է ասել։ Ճիշտը կասեմ, ոչ, որովհետև չեմ ուզում գնալ Եգիպտոս, չեմ սիրում։ Պարոն Մակարյանը հանդիսանում է մեր նախագծի հովանավորներից գլխավոր հովանավորներից մեկը։ Դուք ներկայացնում եք, դուք հիմնել եք Զորելի ընկերությունը։ Ես ցանկանում եմ, որ 1-2 բառով կիսվեք։ Ինչ է իրենից ներկայացնում Զորելի հարթակը։ Զորելին դա մոբայլ հավելված է, որը իրենց ներկայացնում է ծառայությունների մատուցման հարթակ։ Այսինքն մի կողմից գրանցվում են մասնագետները, մյուս կողմից պատվիրատուները եւ տարբեր տեսակի կենցաղային ծառայություններ հնարավոր է հեշտությամբ պատվիրել։ Ահա, այս մարդիկ ձեր գործը հեշտացնում են։ Մի խոսքով գնացեք ուսումնասիրեք, վստահ եմ, որ ձեզ շատ հետաքրքրելու է, շատ շնորհակալ եմ, ձեզ գեղեցիկ խաղ եմ ցանկանում, ադրենալինից անպակաս։ Շնորհակալություն, գնացի հաղթելու։ Ինձ 1-2-ը դուր չի եկել, ինչքան է շատերին մեկի 10-ը դուր է եկել ինձ։ Հայտնի, ճանաչված գեղեցկուհի, ֆուդ բլոգեր, ռիալթի շոուների մասնակից, հաղթող Լեդի Անին մեր խաղի նախագծի Mafia in the City նախագծի մասնակիցներից մեկն է։ Անի ջան, ողջույն։ Ողջույն։ Մի քանի հարց ունեմ, Անի ջան։ Ինչպես ստացվեց ձեր մասնակցությունը այս նախագծում։ Չերի Mafia ակումբի հիմնադիրը ինձ առաջարկեց եւ քանի որ ես Mafia խաղը շատ եմ սիրում, փոքրուց նայել եմ միշտ, առաջարկը չմերժեցի։ Անի ջան, այն նշեցիք, որ դուք սիրում եք այս խաղը եւ ձեզ համար հաճելի է խաղալ։ Կարող եք նշել ինչի եք սիրում եւ ինչ էմոցիաներ եք սիրում վերցնել այս խաղից։ Խաղը ինտելեկտուալ է, ես սիրում եմ ինտելեկտուալ խաղեր, սիրում եմ երբ ուղեղս մարզվում է անդադ, իսկ այս խաղը չես կարող նստել եւ ոչ մի բան չանել, պետք է անդադ մտածես, գտնես սևերին, փորձես հաղթել, եթե կարմիր ես հավաքես թիմ, հետեւաբար գերում է։ Շնորհակալություն, ձեզ շատ սիրուն խաղ եմ ցանկանում։ Շնորհակալ եմ շատ։ Համար վերջան ճիշտ ես ասում, համար 5-ը շատ մեծ հավես լավ սիրուն խոսեց, եթե Եվ մեր գեղեցկուհի Արփինեն, մեր գործարարներից է Արփինեն, ողջունում եմ, շնորհակալություն, որ մասնակցում եք մեր նախագծին։ Արփինե ջան, ինձ հետաքրքիր է ձեզ ինչն է գրավում Mafia խաղում։ ողջունում եմ ես նույնպես Մարիամ ջան, այսպես ասեմ, շատ հետաքրքիր բաներ կան, նախ շփում մարդկանց հետ եւ այն որ կարողանում ես ինչ որ չափով ուղեղդ մարզել ինտելեկտուալ խաղ է ինքը Mafia-ն շատ հետաքրքիր խաղ է եւ այսպիսի մի բան կա դու փորձում ես ճանաչել մարդու մի քանի կողմերով, հա, այսինքն երբ որ ինքը քեզ ինչ-որ մի բան ասում է, դու փորձում ես իրան հասկանաս, արդյոք ինքը քեզ ճիշտ է ասում, թե սխալ։ Մի խոսքով շատ հետաքրքիր է, ինձ դուր է գալիս, խաղացել եմ շատ երկար տարիներ առաջ, բանից տենց ընկերական բան եւ այս ուսուցողականները շատ օգնում է ավելի ճիշտ եւ ավելի սպորտային Mafia-ն սովորել, խաղալ, հասկանալ։ Փորձենք, տեսնենք Կարծում եմ կստացվի։ Ես վստահ եմ, շնորհակալ եմ, ձեզ գեղեցիկ խաղ եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ հարգելի, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ողջունում եմ բոլորին, շատ ուրախ եմ այսքան լավ մարդկանց ծանոթ։ Ահա եւ մեր Նաիրան, ողջույն Նաիրա։ Ողջույն։ Շատ գեղեցիկ եք, փայլում եք, ինչպես միշտ։ Ինձ հետաքրքրում է, դուք երբ սև եք լինում, ինչպես եք կարողանում այս գեղեցիկ ժպիտի տակ թաքցնել ձեր սուտը։ Շնորհակալություն գեղեցիկ խոսքերի համար, եթե անկեղծ չի ստացվում, ճիշտ է, ավելի շատ եմ ժպտում ու հենց այդ ժպիտը ինձ մատնում է, որ ես սև եմ, որովհետև ինձ մոտ այդ կեղծելը չի ստացվում։ Երբ որ կարմիր եմ լինում, այդ ժամանակ sense շատ անկեղծ ժպիտ է լինում ու բոլորը միանգամից առաջի շրջան ինձ կարմիր տեսնում են, ով ինձ սևացնում է, հաստատ սև խաղացող է լինում, որովհետև շատ բնական կարմիրը ստացվում է իմ մոտ, որ ես հանգիստ կարմիր եմ, ինչ որտեղ վնասում է, ինչ որտեղ օգնում է, բայց սև չէ, սև չի ստացվում։ Նաիրա ջան, այս խաղը էմոցիաների, ինչպես նաև ադրենալինի մասին է։ Դուք
Որ էմոցիան եք զգում եւ որ էմոցիայի ետևից եք եկել։ Ուսումնասիրելով խաղը ինձ համար ինքը ավելի շատ հոգեբանական էր, դրամաբանական վերլուծություն է պահանջում, մի փոքր դերասանական ճկունություն է պահանջում, եթե անկեղծ, որը որ ոչ բոլորս ունենք, համենայն դեպս ինքը բավականին ուսուցողական է։ Ինձ ուսումնասիրելով խաղը բավականին դուր եկավ, հենց իր այդ ուսուցողական լինելը նաև կյանքում պետք է գալիս։ Շատ շնորհակալություն։ Ինձ թվում է ամեն ինչ իդեալական է։ Ամեն ինչ իդեալական է։ Շատ շնորհակալ եմ։ Ցանկանում եմ, որ դուք այդ ադրենալինը եւ էմոցիաները զգաք։ Ձեզ շատ սիրուն խաղ եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Երկուսին 50-50, բայց ուզում եմ երկուսը կիսվի կրկին անգամ խոսա։ Նաև մեզ հետ է այսօր գեղեցկուհի Ասիա Հովանեսյանը, գործարար գեղեցկուհի, ողջունում եմ ձեզ։ Ողջույններս։ Ասիա, ինչ եք կարծում, մաֆիան կփրկի աշխարհը։ Մաֆիան չգիտեմ կփրկի թե չէ, բայց մաֆիան այն մի խաղի տեսակ է, որը փորձում է սովորեցնել, մի քիչ ոնց որ ուղեղը շարժվում է, սկսում ես մտածել, փորձում ես կարմիր լինելով սև մանգալ, սև լինելով սուտ խոսել։ Հետաքրքիր հմտություն է տալիս այս խաղը։ Ասիա, ինչ եք կարծում, մի կիլո երկաթն է ավելի ծանր, թե կարմիր խաղաքարտը։ Ոյ, սա հումորային է երևի, ինձ թվում է դոն լինելը։ Ասիան նաև ճիշտ ստրատեգիկ մտածողություն ունի, ինչպես տեսնում ենք, ձեզ գեղեցիկ խաղ եմ ցանկանում, Ասիա ջան։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորիդ, հարգելի ընկերներ, շատ ուրախ եմ տեսնել բոլորիդ, այսօր մեր հերթական ուսուցողական խաղերն են, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել Tactical Bunker ընկերությանը, մեր հիանալի վայրը մեզ տրամադրելու մեր մարզումները աջակցելու համար։ Եվ ցանկանում եմ ձեզ ծանոթացնել մեր նախագծի։ Իսկ պապարացիների ուզում դրեցին։ Դուք եք ընդունել աշխատանքի սիրելի պրոդյուսեր։ Բարև ձեզ, սիրելի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյան։ Պարոն Հակոբյան, մի քանի հարց ունեմ, եթե տենց շատ զբաղված չեք, ձեզ շատ հազվադեպ ենք մենք տեսնում ոչ զբաղված, քանի բռնել ենք մի քանի հարց տանք, շուտ գնամ։ Ասեք։ Արդեն երկրորդ եթերաշրջանն է, ինչ դուք մասնակցում եք որպես խաղացող եւ ցանկանում եմ իմանալ ձեր էմոցիաների, տպավորությունների մասին։ Ողջունում եմ բոլորիդ, շատ շնորհակալ եմ, որ իմ անդորը խախտեցիք։ Ասեմ, որ այո, ես երկրորդ եթերաշրջանն եմ մասնակցում Mafia in the City հաղորդաշարին։ Առաջի եթերաշրջանում չթողեցին փաստացի ես ցուցադրեմ իմ խաղի ունակությունները խաղում, որոշեցի նաև երկրորդ եթերաշրջանին հանդես գամ որպես նախագծի մասնակից։ Ինձ թվում է սա վերջի եթերաշրջանն է, որ ես կմասնակցեմ այս նախագծի մեջ որպես մասնակից։ Ինչ տպավորություններ ունեմ եւ ինչ ակնկալիքներ ունեմ, բնականաբար պետքա պայքարեմ միայն հաղթանակի համար, քանի որ ես չեմ սիրում պարտվել թե մաֆիայում, թե այլ ասպարեզներում եւ դրա համար ես էլ ինչպես նաեւ մնացած բոլոր գործարարներն ու մեր մեդիա դեմքերը պատրաստվում եմ երկրորդ եթերաշրջանին շատ ժմ եմ անում, մարզում եմ, գնում եմ սպորտզալ, փորձենք այս անգամ մեր ուժերը մաֆիա խաղում, ինձ թվում է այս անգամ կստացվի ինձ մոտ։ Մեր մասնակիցներին ցանկանում եմ ասել, որ զգուշ եղեք, քանի որ մեր պրոդյուսերը պարոն Հակոբյանը շատ պրոֆեսիոնալ է խաղում, ինչպիսի ակնկալիքներ ունեք այս երկրորդ եթերաշրջանից, պարոն Հակոբյան։ Դե ասեմ, որ ակնկալիքներս մեծ են, քանի որ ինչպես բազմիցս նշել եմ, երկրորդ եթերաշրջանում ավելի հետաքրքիր թե կերպարներ են լինելու, թե մեծ էներգիա է ծախսվել այս ամենի հետ կապված նոր դեմքեր բոլորովին կլինեն երկրորդ եթերաշրջանում այս երկրորդ եթերաշրջանում մասնակցում են գործարարներ 15 գործարար 15 մեդիա դեմք ինձ թվում է ակնկալիքները մեծ կլինեն մեր սիրելի հանդիսատեսը շատ շուտով կտեսնի այլ որակի նկարահանում այլ որակի խաղ ինձ թվում է հետաքրքիր է լինելու եւ մենք բարձր ռեյտինգներ ենք ապահովելու մեր հանրության եւ TV ասպարեզում։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան, բայց ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ մենք արդեն իսկ ունենք
բավականին մեծ ռեյտինգ եւ մարդիկ ցանկանում են ոչ միայն դիտել, այլ նաեւ ցանկանում են մասնակից լինել այս նախագծին։ Խնդրում եմ 1-2 բառով ասեք, ինչպես կարող են մարդիկ մասնակցել, եթե ցանկանում են եւ կլինի առաջիկայում նման հետաքրքիր պրոյեկտներ նաեւ այն մարդկանց համար, ովքեր դիտում են էկրանից այն կողմ։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, ասեմ, որ Mafia in the City նախագիծը ի սկզբանե պլանավորել ենք նկարել տարբեր մի քանի եթերաշրջաններ, ու ես իմ հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ մոտավոր 10 եթերաշրջան լինելու է, ըստ պլանի լինելու է վերջում սուպեր եզրափակիչ, իսկ թվում է դրանով կավարտվի Mafia in the City առաջիկա եթերաշրջանները, բայց դա մի քանի տարվա պատմություն է եւ մեր սիրելի հանդիսատեսը մի քանի տարի դեռ եւս կտեսնի Mafia in the City հաղորդաշարը եթերներում եւ բոլոր նորությունները կարող են մարդիկ ստանալ հետեւելով մեր նախագծի էջերին։ Շնորհակալ եմ, ձեզ գեղեցիկ խաղ եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Մեզ հետ է նաև մեր սիրելի գործարար Գարի Դերցյանը։ Գարի ներկայանում է մեր նախագծի հովանավորներից մեկը, տակտիկալ բունկերը, պրոֆեսիոնալ զինվորական աքսեսուարներ, զենքեր։ Գարի, արդեն երկրորդ եթերաշրջանն է, դուք մեզ հետ եք, մեր նախագծում եք, ինչ ակնկալիքներ ունեք եւ ինչպիսի էմոցիաներ եք ստացել այս խաղից։ Մաֆիա խաղում, ինչպես նաև մեր ոլորտում իշխում են էմոցիաները։ Մաֆիան շատ էմոցիոնալ խաղ է, իսկ մեզ մոտ նույնպես կարող եք ձեռք բերել շատ լուրջ եւ անմոռանալի հիշողություններ եւ էմոցիաներ։ Ընդհանրապես զենքը կամ այլ նման պարագաները առաջացնում են խորը էմոցիաներ։ Պետք չէ զենքից վախենալ, պետք է զենքին տիրապետել։ Հուսով եմ, որ Հայաստանում մաֆիա ինտելեկտուալ խաղը կունենա շատ մեծ տարածում եւ կներգրավի հնարավորինս շատ ինտելեկտուալ մարդկանց։ Գարի ջան, ինչպես հասկացա, դուք սուր էմոցիաների սիրահար եք։ Ցանկանում եմ իմանալ, ինչքանով է համահունչ մեր մաֆիա նախագիծը ձեր բիզնեսին։ Մաֆիա ինտելեկտուալ խաղին ներգրավում են բարձր ինտելեկտով օժտված մարդիկ։ Դա շատ կարևոր է, քանի որ մեզ մոտ նույնպես մեր հաճախորդները կամ մեր գործընկերները կամ մեր պատվիրատուները նույնպես հանդիսանում են լուրջ եւ ինտելեկտուալ մարդիկ։ Եվ այս երկուսը ունեն ընդհանուր մեկ կարևոր պահկացուցիչ մաս՝ դա լինել ինտելեկտուալ։ Իսկ դուք ինչ ակնկալիքներ ունեք այս նոր եթերաշրջանից։ Ակնկալում ենք սուր էմոցիաներ, ինտրիգաներ եւ իհարկե ադրենալին։ Ինչպես տեսնում եք, մեր այսօրվա օրագիրը մոտենում է իր տրամաբանական ավարտին, մենք խոսեցինք մեր մասնակիցների հետ, հասկացանք ինչպես են իրենք տրամադրված, բոլորից ցանկանում եմ ադրենալինով, գեղեցիկ սուր էմոցիաներով լի խաղ, իսկ դուք սպասեք, քանի որ երկրորդ եթերաշրջանը ավելի շշմեցնող է լինելու։